Աշխարհության անդամներ, այսօր մենք եկին հավաքվել ենք քննարկման աշխարհացույց հարթակի շուրջ, որպեսզի հասկանանք, թե ինչպիսի ազդեցություն է ընթողել մեր դասերի վրա։ Ուզում եմ մի քանիսը ձեր կարծիքը հայտնեք, բայց առաջին հերթին ուզում եմ խոսել այն աշակերտներով, ում շնորհիվ մենք ստացել ենք այս մարտեկրանը ու հնարավորություն ենք ստացել մեր դասերը ավելի հետաքրքիր անցկացնել։ Ես սովորում եմ 9-րդ դասարանում ու աշխարհացույց հարթակում մեզ շատ օգնել է դասերի ժամանակ, քանի որ դասերը ավելի պատկերավոր են դարձել հենց քարտեզների ու լրացուցիչ նյութերի շնորհիվ։ Սակայն 9-րդ դասարանում բացակայում են թեստերը, այստեղ կարող եք տեսնել, որ թեստեր չունենք ու շատ կուզենք, որպեսզի 9-րդ դասարանի թեմաների համար էլ ավելանային թեստեր։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել Վիզուալ Հայաստանին այս մեծ հնարավորությունը մեզ պարգևելու համար։ Ուղղակի շատ ափսոս, որ ես այս տարի ավարտում եմ եւ չհասցրի վայելել մեր սմարթ էկրանը։ Մենք բոլորս ապրում ենք կենտրոն վարչական շրջանում, ինչպես նաև ես, եւ շատ հաճախ է լսել օրինակ Երևանի բերդի մասին, բայց երբեք պատկերացում չունեի ինչպիսի տեսք կարող է ունենալ եւ աշխարհացույցի շնորհիվ ես կարողացա տեսնել, թե ինչպիսի տեսք ունի։ Իր շնորհիվ աշխարհացույցում եղած տեսանյութերի ես կարողացա պատկերացնել, թե ինչպիսի տեսք ունի Երևանի բերդը եւ ինչ կարեւոր պատմական նշանակություն ունի այն մեր հայրենիքի համար։ Աշակերտներից մասնակցողներից մեկը ես հաստատ որոշել եմ, որ հաջորդ տարի իմ նախագծային ներկայացնելու եմ աշխարհացույց կրթական հարթակի միջոցով։ Հիմա ցույց տամ մեր կատարած նախագծային աշխատանքը։ Ես սովորում եմ 6-րդ դասարանում եւ երբ որ մենք նոր թեմա ենք ուսումնասիրում, ես շտապում եմ դուրս գնալ եւ բացել աշխարհացույց հարթակը, որպեսզի տեսնեմ այդ դասը կա թե ոչ աշխարհացույցում։ Ես շատ ուրախ եմ, որ այս մարտեգրանը շարեցինք, որովհետև մենք հնարավորություն ստանանք մեր դասերը ավելի հետաքրքիր հասկանալ եւ նույնիսկ աշխարհացույցում կային այնպիսի տեղեկություններ, որ մեր գրքերում չկար։